Խանդը նման է հիվանդության, որն ունակ է կործանել ու այրել բոլոր կամուրջները։ Այս անգամ էլ խանդը այրեց, բայց ոչ միայն իրար կապող կամուրջներն, այլև երիտասարդ կնոջը։ Խանդի հողի վրա տղամարդը կնոջը իջեցրել է իրենց տան նկուղ, ծեծի ենթարկել, ձեռքերը կապել, դանակով, սղոցով սպառնացել, շինարարական ներկը եւ սպիրտը լցրել վրան, որից հետո կրակայրիչով հրկիզել կնոջը պատճառելով մարմնի տարբեր հատվածներում մարմնական վնասվածքներ ու այրվածքներ։ Դեպքի մանրամասները ներկայացնում է վարույթն իրականացնող Մարմինը։ Դեռևս օրեր առաջ համացանցում շրջանառվող լուրերից թերևս ամենասարսափելին Արմավիրի մարզի գյուղերից մեկում տղամարդու կողմից իր կնոջ նկատմամբ ցուցաբերած անմարդկային վերաբերմունքներ։ 2024 թվականի դեկտեմբերի 13-ին Արմավիրի մարզի գյուղերից մեկում ամուսինը կապել էր կնոջը նկուղում, ծեծի ենթարկել, սպառնացել դանակով, այնուհետև ներկանյութի միջոցով հրկիզել կնոջը, եւ այս ամենը խանդի պատճառով։ 2025 թվականի փետրվարի 26-ին անձը հաղորդում է ներկայացրել ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղաշապատի բաժնում այն մասին, որ իր ամուսինը խանդի հողի շուրջ վերջինիս իջեցրել է իրենց բնակարանի նկուղ, որտեղ կապել է վերջինիս, ծեծի է ենթարկել, այնուհետև ներկանյութը լցնելով վերջինիս ոտքի վրա կրակայրիչի միջոցով այրել է վերջինիս։ Դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ եւ անմիջապես ձեռնամուխ են եղել նախաքննության իրականացմանը։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարվել են անհրաժեշտ բոլոր վարույթային գործողությունները, հարցաքննվել են անձին, կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է ներկանյութը եւ մի շարք այլ իրեր առարկաներ, նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի վայրի զննությունը իրականացվել է, դեպքի վայրում առկա են եղել ներկանյութեր, որոնք վերցվել են վարույթն իրականացնող մարմնի կողմից եւ նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Մարմնական վնասվածքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն եւ համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության վերջինիս առողջությանը պատճառվել է ծանր վնասվածք։ Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ դժոխ ճանաչված կինը երրորդ կարգի այրվածքներով դժվարությամբ, բայց հստակ պատմում էր, որ ամուսնու հետ խանդի պատճառով հաճախ են վիճել եւ հերթական անգամ դեպքի օրը ամուսինը վերջինիս նկուղ էր տարել խոսելու եւ պարզաբանումներ կատարելու նպատակով։ Կնոջ խոսքերով տղամարդը նաեւ սպառնալիքներ է հնչեցրել իր եղբորը սպանելու վերաբերյալ։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով։ Նախաքննության ընթացքում արձակնվել են բազմաթիվ անձիկ, այդ թվում կայացվել է դժոխ ճանաչելու մասին որոշում, ենթադրյալ հանցանք կատարած անձը ձերբակալվել է, հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով։ Միջնորդությունը ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան կալանքը որպես խափան միջոց ընտրելու վերաբերյալ եւ միջնորդությունը բավարարվել է, դեռևս նախաքննությունը իրականացվում է, միջոցներ են ձեռնարկվում ենթադրյալ հանցանք կատարած անձի մասնակցությունը նշված դեպքին ամբողջությամբ բացահայտելու եւ բոլոր մասնակիցներին, ինչպես նաեւ դեպքի ամբողջ ընթացքը բացահայտելու ուղղությամբ։ Կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը մեծ զրույցում նշեց, որ սույն դեպքով կինը չի դիմել իրենց կենտրոն, սակայն նմանատիպ մի շարք դեպքեր են գրանցվում Հայաստանի Հանրապետությունում։ Զարուհի Հովհաննիսյանի խոսքով վերջին շրջանում ընտանեկան բռնության գործերով թվի աճ է նկատվում։ Մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեստարի դեպքերը ավելանում են, բայց դա նաեւ այլ պատճառով է, թե հանրային գիտակցություններ բարձրանում եւ թե իրազեկվածությունը ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաեւ ոստիկանության կողմից պաշտպանական միջոցներ կիրառելու վերաբերյալ բարձրանում է տեղեկացվածությունը։ Ինչ վերաբերում է դեպքերին, ապա այն դեպքերը, որոնց մասին մենք խոսում ենք, լրատվության մեջ բարձրաձայնվում են եւ այլն, դրանք դեռևս այս ներքի շատ ավելի գագաթնային հատվածներ, շատ ավելի ծանր դեպքեր են լինում եւ սպանության սպառնալիքներ եւ ինքնասպանության հասցնելու դրվագներ եւ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու եւ այդ բոլոր դեպքերի պարագայում իհարկե կնոջը հնարավոր է լինում ոստիկանության միջոցով նաեւ տեղափոխել ապաստարան, այսինքն ապահով տուն, որի տեղը ընդհանրապես հնարավոր չէ իմանալ եւ այդ միջոցով նաեւ պաշտպանել կնոջ անվտանգությունը, քանի դեռ նրան սպառնում է բարձր վտանգավորության աստիճան։
Իսկ առհասարակ ավելի շատ մարզերում բնակվող կանանց վերաբերյալ են լինում, այսինքն հիմնականում մարզերում բնակվող կանայք են դիմում եւ ունենում աջակցման կարիք, թե Երևանում էլ ունենք դեպքեր։ Երևանում եւս շատ ունենք դեպքեր, խնդիրը այն է, որ Երևանի իրազեկվածությունը շատ ավելի բարձր է եւ դեպքերը հասանելի են դառնում ոչ այնքան վտանգավորության բարձր աստիճանի պարագայում։ Օրինակ կանայք կարող են զանգահարել եւ հոգեբանական, տնտեսական բռնության պարագայում եւս դիմել աջակցության կենտրոն։ Իսկ մարզերում հաստատի այնպես է լինում, որ պիտի հասնի դանակը կոպիտ ասած ոսկորին, այսինքն լինի ֆիզիկական ծանր բռնություն, նույնիսկ ոստիկանության միջամտություն լինի եւ նոր դեպքը որպես այդպեսին հնարավոր լինի հասանելի դարձնել եւ աջակցության կենտրոնին դիմել։ Ինչ է տեղի ունեցել իրականում եւ ինչ այլ տեղեկություններ դեռևս Երևան կհանի նախաքննական մարմինը։ Նախաքննությունը շարունակվում է դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։